Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանցիներն այստեղ են կոնկրետ պահանջներով, որոնցից մեկն էլ 300,000 փախստականների վերադարձն է, քաղաքագետների կանխատեսումն է։ Կարսում հանդիպել են հայ եւ թուրք պաշտոնյաները, հայտարարվել է Կարս-Գյումրի երկաթուղու վերակառուցման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Ինչ են նախանշում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, 4 անգամ մեկ ամսում զինանոցի համատեղ ցուցադրություն, աշխարհին, տարածաշրջանին թե Հայաստանին են ինչ-որ բան հասկացնում։ Միեդի վճիրներն ընդդեմ Հայաստանի, մարտի 1-ի գործը, ապօրինի գույքի բռնագանձումը։ Գլխավոր դատախազը խորհրդարանական հանձնաժողովում ներկայացրել է նախորդ տարվա աշխատանքային հաշվետվությունը։ Բարեփոխված ոստիկանությունը չի փարատել միջազգային կառույցի մտահոգությունները, անհամաչափ ուժի կիրառումն է մնում առանցքում։ Կոճակ, որը սեղմելուց հետո տեղն ու տեղը 5 տարով կարգելվի մուտքը օնլայն կազինոներ, իշխանական պատգամավորների առաջարկն ընդդեմ խաղամոլության։ Երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիք են հայտնաբերել, տեսչականից հորդորում են, եթե ձեռք եք բերել, անմիջապես կապ հաստատեք մարմնի հետ, դրանք փորձանքի բուն են։ Ընթացիկ կապույտ անձնագրերը Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ կլինեն մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Քաղաքացիները միաժամանակ կարող են դիմել եւ ստանալ նոր կենսաչափական անձնագիր։ Եվ բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները իրավունք կունենան Ռուսաստանի տարածքում գտնվել մինչև 180 օր, մեկ օրացուցային տարվա ընթացքում։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակությունը։ Աղվերանում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Գրիգորյանի ու Մուստաֆայևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաեւ սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը։ Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերը, սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցի, սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին, նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման եւ հրատարակման կարգի մասին ուղեցույցները։ Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին ուղեցույցների հաստատման համար։ Նշել են, որ դեպի Հայաստան բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով հաջողությամբ իրականացվում եւ շարունակվում է։ Գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն։ Հայ-ադրբեջանական հանդիպման ընթացքում իդեպ պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը։ Հանդիպում քննարկում է տեղի ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Առանցքում առևտրատնտեսական համագործակցության զարգացումն է եղել, նաև ապրանքների ու ծառայությունների փոխադարձ մատակարարումներն ու տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերը։ Իսկ ավելի վաղ ռուսական աղբյուրներից տեղեկություններ եղան, որ հանդիպման օրակարգում նաև 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցն է լինելու։ Թեպետ պաշտոնական հաղորդագրությունում այդ մասին չենք կարդում, ռուսական կողմից սակայն վերաբնակեցման տեղանքներն էին նույնիսկ նշել։ Ժամի անդրադարձը։ Սկզբում հայկական մեդիադաշտում տեղեկություն տարածվեց, որ Զվարթնոց օդակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Լրագրողները փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանից են փորձում ճշտել, որն է հանրապետության հրապարակում ոստիկանության ուժեղ հսկողության պատճառը։ Այն Մուստաֆայևի Հայաստան ժամանելու հետ կապ ունի։ Ծառայություն եմ ստուգում։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ այո, ադրբեջանական պատվիրակություն է Հայաստան ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ։ Հայաստանյան լրատվամիջոցները հայտնեցին նաև, որ Մուստաֆայևը հայկական կողմի հետ բանակցային գործընթացին մասնակցում է Աղվերանում։ Նույն ուժեղացված հսկողությունն է նաև Աղվերանի տարածքում։ Չեմ ճանաչում ում մասին եք խոսում, Ադրբեջանի փոխվարչապետի։ տեղյակ չեմ։ Հայ-ադրբեջանական հանդիպման հայկական կողմը ներկայացնում են Հայաստանի փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը։ Մուստաֆայևը նաև հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմի նախագահն է։ Հայաստանի փոխվարչապետ սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մհեր Գրիգորյանը դեռ 2023-ի հունիսին էր լրագրողներին հայտնել, որ Շահին Մուստաֆայևն ընդունել է Հայաստանի իր պաշտոնակցի հանդիպման հրավերը։ Շատ կարևոր մի
Կոնսենսուս կա այն, որ ապաշրջակփակման գործընթացը սկսվում է Երազ Խորադիս երկաթգծի վերաշահագործումից, ինչ որ կարծում եմ կարևոր է, որովհետև կոնկրետ է եւ շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը երկաթգծի մասին։ Ռուսական աղբյուրներից էլ տեղեկություններ տարածեցին, թե հանդիպման օրակարգում ընդգրկված է նաև ավելի քան 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը։ Այս անգամ արդեն մեդիա ընկերություն ղեկավարող Արամ Գաբրելյանովը տեղանքներով է նշում, թե որտեղ պետք է վերաբնակեցումը կատարվի։ Թվարկում է Կոտայքի մարզի Արձական, Կարենիս եւ Մարմարիկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոտք, Աղբրաձոր, Ծաղկունք, Լճապ եւ Ծովազարդ, Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Գրիբոյեդով, Հայկաշեն, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր եւ Սարալանջ համայնքները։ Կարծում եմ, այս այցայել նպատակ ունի օգտվել Հայաստանի նախընտրական իրավիճակից, օգտվել, որ Հայաստանի իշխանությունները շատ խոցելի վիճակում են, որովհետեւ սահմանին ցանկացած լարվածություն կպայթեցնի այդ խաղաղության փուչիկը նախընտրական, որի իշխանությունների հիմնական խաղաքարտն եւ օգտվելով դրանից նրանք եկել են այստեղ ավելի կոնկրետ պահանջներով, որոնցից մեկը իրենց այսպես կոչված փախստականների վերադարձն է։ Երկրորդ հարցը ուղիղ ցամաքային կապին է վերաբերում Նախիջևանի հետ եւ հնարավոր է պահեստային տարբերակներ էլ քննարկեն, եթե Իրանի հետ կապված թրիփը մեղրիով չստացվի։ Հնարավոր է այդ ճանապարհի անցումը քննարկեն օրինակ Սիսիանի հատվածով։ Կարծում եմ նրանք եկել են այստեղ ադրբեջանական պատվիրակությունը, որպեսզի ավելի հստակ պայմանավորվածություններ, խոստումներ ստանան, չեմ զարմանա, եթե անգամ ինչ որ փաստաթղթեր ստորագրվեն, որոնք բնականաբար իշխանությունները Հայաստանի կփորձեն գաղտնի պահել մինչև ընտրությունները։ Ըստ փորձագետների, անկլավներին վերաբերող հարցերը առանց լարվածության չեն կարող անցնել։ Հայ-ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություն կարող է լինել, որ հարցը թողնեն ընտրություններից հետո։ Այսպես կոչված մեծ վերաբնակեցում ծրագրի իրականացումը կսկսվի ընտրություններից անմիջապես հետո։ Այդ ժամանակ ըստ ռուսական աղբյուրների կստորագրվի նաև Սյունիքի մարզի ընդհանուր տուն նախագծի համաձայնագիրը։ Եվ Հայաստանի իշխանություններն այն կներկայացնեն որպես խաղաղությանն ուղղված հերթական քայլ, որը իբրև թե հնարավորություն կտա արցախցիներին հետագայում վերադառնալ։ Սակայն պարզ է եւ հասկանալի, ոչ թե երկկողմանի, այլ միակողմանի զիջում կլինի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը X-ի իր էջում տարածել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման մասին։ Նշվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները հանդիպել են Թուրքիայի Կարս քաղաքում, որի ընթացքում հայտարարվել է Կարս-Գյումրի երկաթուղու վերակառուցման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Իրադարձությունը որակելով որպես կարևոր հանգրվան տարածաշրջանային փոխկապակցվածության եւ խաղաղության ամրապնդման համար, Թոմ Բարաքը նշել է նաեւ, որ ձեռք բերված առաջընթացն արտացոլում է Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարօրության նախաձեռնության շրջանակներում առաջ մղվող տեսլականը։ Այս ամիս արդեն 4-րդ անգամ Թուրքիան ու Ադրբեջանն անցկացնում են համատեղ զորավարժություններ, ուժի ցուցադրություն։ Նպատակ ունեն համատեղ օդային գործողություններ պլանավորել ու իրականացնել, զինանձնակազմի պատրաստվածությունը բարձրացնել։ Մասնագետները նկատում են, սա ուղերձ է, որ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը միասնաբար է գործում։ Իսկ ինչ են նախանշում այս զորավարժությունները, ում եւ ինչ են ուզում հասկացնել, ժամի անդրադարձը։ Թուրք-ադրբեջանական արծիվն է օդում, հերթական անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժությունների են դուրս եկել, այս անգամ պլանավորելու համատեղ օդային գործողությունները, ավարտվող ամսվա 3-րդ համատեղ վարժանքն է, սկզբում Հայր Ալիևի անունով էին դաշտ եկել, հետո էլ թե իրենց եղբայրությունն անխախտ է, բացի այս մի քանի օր առաջ էլ ադրբեջանցի զինվորներն էին թռել Թուրքիա միջազգային զորավարժությունների մասնակցելու համար։ Դա երկարաժամկետ թուրք-ադրբեջանական ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության դրսևորումն է։ Իրենք տարեկան կտրվածքով մինիմում 20 համատեղ զորավարժություն են անում։ Փաստացի ապրիլին թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը ակտիվացել էր, ըստ մասնագետի այստեղ պատահականություններ չկան։ Իրականում համատեղ զորավարժությունները ուղղացան, որ իրենք տարածաշրջանում գործում են միասնաբար եւ իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են եւ այն բոլոր միֆերը, թե իբրև գիտեք, Ադրբեջանը թույլ չի տալիս Թուրքիային
սահմանված էլ Հայաստանի հետ եւ այլն, դրանք հեքիաթներ են, իրեն գործում է շատ սինխրոնիզացված, շատ հստակ, շարունակելով տարբեր մեթոդներով, տարբեր միջոցներով ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության վրա, բայց առհասարակ իրենց քայլերի մեծամասնությունը բավականին սինխրոնիզացված է։ Ադրբեջանագետն այստեղ հիշեցնում է Շուշիի այսպես կոչված հռչակագիրը, որ կնքեցին 2021-ին հայկական Բերդաքաղաքի օկուպացիայից ամիսներ անց։ Փորձագետն ասում է, բնականաբար ուղերձն առաջնահերթ Երևանի ուղղությամբ էր, հետո նաև տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես Իրանի ու Ռուսաստանի։ Զորավարժությունների բնույթը, էությունը, ուսումնասիրությունը պետք է ցույց տա նաև Ադրբեջանի կողմից զենքի գնումը, ռազմական բյուջեի ավելացումը պետք է հստակ ցուցիչ լինի մեզ համար, քանի որ դա նաև համադրվում է զարթողական ծրագրերի հետ, որ Ադրբեջանը իրականում չի պատրաստվում խաղաղության։ Բնականաբար ամեն պետություն, ամեն երկիր կարող է իր համարվել գնել պատրաստվել, բայց բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ում է ուղղված, ինչի դեմ է ուղղված եւ այլն։ Աշխարհի բաց աչքին հարևան հայերի հետ իբր խաղաղություն խաղացող Ալիևը մատաձգանից այդպես էլ չի հանում։ Դեռ մի բան էլ ռազմական նոր համագործակցությունների քննարկումների մեջ է։ Հիմա Չեխիայից նոր սերնդի ուսումնական ինքնաթիռ են առաջարկում։ Ադրբեջանն էլ, որ եվրոպական այս երկրի հետ ռազմական առևտրաշրջանառության մեջ է, արդեն բանակցում է նույնիսկ համատեղ ռազմաարդյունաբերական նախագծերի շուրջ։ Իդեպ այս մասին հայտարարվել է Գաբալայում, ադրբեջանական այն նույն քաղաքում, որտեղ հյուրընկալել էին պատասխանայցով հանդիպման գնացած հայ փորձագետներին։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Այս պահին կարճատև դադար է, մնացեք մեզ հետ։ Միեդի վճիրներն ընդդեմ Հայաստանի, մարտի 1-ի գործը, ապօրինի գույքի բռնագանձումը։ Գլխավոր դատախազը խորհրդարանական հանձնաժողովում ներկայացրել է նախորդ տարվա աշխատանքային հաշվետվությունը։ Բարեփոխված ոստիկանությունը չի փարատել միջազգային կառույցի մտահոգությունները, անհամաչափ ուժի կիրառումն է մնում առանցքում։ Կոճակ, որը սեղմելուց հետո տեղն ու տեղը 5 տարով կարգելվի մուտքը օնլայն կազինոներ, իշխանական պատգամավորների առաջարկն ընդդեմ խաղամոլության։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։ Մարտի 1-ի բացահայտման հետ կապված գլխավոր դատախազը քրեական արդարադատության առաքելությունը կհամարի ավարտված, երբ դատարանի կողմից ուժի մեջ մտած մեղադրական եզրակացություն կլինի։ Աննա Վարդապետյանն այս մասին հայտարարել է խորհրդարանում պետաիրավական հանձնաժողովին նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս։ Ընդդիմադիր պատգամավորի հարցինի պատասխան նա նաև նշել է, որ 2008 թվականի դեպքերի բացահայտված լինելու վերաբերյալ մյուս հայտարարությունները բացառապես քաղաքական են։ Մեզ համար մարտի 1-ը կդառնա բացահայտված մեղադրական վերդիկտով։ Մենք այդ ժամանակ հստակ կասենք, որ ունենք անձինք, որոնք մեղադրվում են կոնկրետ գործողությունների համար։ Մնացածը քաղաքական հայտարարություններ են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն այլ է պնդումներ, որոնք որևէ աղերս իրականության հետ չունեն, որովհետև անձամավորում է մեղադրյալ, երբ կա մեղադրական վերդիկտ, իսկ մեղադրական վերդիկտ մինչ այժմ չկա եւ հայտնի չի, երբ կլինի։ Մեր երկրում ոստիկանության բարեփոխումները, այդ թվում հավաքների ընթացքում ոստիկանական գործողությունները կարգավորելու համար ընդունված օրենքը չեն փոխել իրավիճակը։ Այս մասին է արձանագրում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցը, որը նաև փաստում է Հայաստանում խաղաղ հավաքների ազատությունը բավականին խոցելի է։ Ինչ են ասում մասնագետները, որն է պատճառը, ինչու բարեփոխումներն այդպես էլ սպասված արդյունքը չեն տալիս։ Արմեն Աթալյանի ռեպորտաժը։ Ոստիկանության բարեփոխումները, այդ թվում 2024-ին ընդունված նոր օրենքը, որը պետք է կարգավորեր հավաքների ընթացքում ոստիկանական գործողությունները, գործնականում չկարողացան փոխել իրավիճակը։ Ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը շարունակվեցին, իսկ ոստիկանության պատասխանատվության հարցը մնաց բաց։ Այս խնդիրը ներկայացվել է Amnesty International-ի 2025 թվականի Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որը փաստում է Հայաստանում խաղաղ հավաքների ազատությունը բավականին խոցելի է։ Առավել աղմկահարույց խախտումները գրանցվեցին 2024 թվականի մայիս-հունիսին կառավարության դեմ բողոքի ակցիաների ընթացքում, չնայած առկա էին ոստիկանության կողմից ուժի անօրինական կիրառման բազմաթիվ տեսանյութեր, վկայություններ եւ փաստեր, իրավական հետևանքները խիստ միակողմանի էին։ Քրեական գործեր հարուցվեցին ոչ թե ուժ կիրառած ոստիկանների, այլ հենց ցուցարարների դեմ, ընդհանուր առմամբ 16 քաղաքացու։ Ոչ մի ոստիկան այդպես էլ պատասխանատվության չկանչվեց։ Այս խնդրի վերաբերյալ քննարկումները միշտ հանգում են մի եզրակացության։ Հայաստանի իրավապահ համակարգը պետք է բարեփոխվի։ Ոլորտի պատասխանատուներն էլ հակադարձում են, բարեփոխվում է, աստիճանաբար։
քայլ առ քայլ։ Մենք տարեկան վերապատրաստումներն ենք դարձրել պարտադիր, որովհետև երբ որ մենք նկատում ենք խնդիր, պիտի դա լուծենք, որովհետև դա ուղիղ ազդեցություն ունի ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշի վրա, եւ ես ուզում եմ ուրախությամբ փաստել, որ 2026 թվականի փետրվարին, երբ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակեց սոցիալական հարցման արդյունքները, ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է, հասնելով 61%-ի։ Իրական բարեփոխումը ոստիկանության ոլորտում դա հաշվետվողականության բարձրացումն է եւ անպատժելիության վերացումը, որը կա, որ արձանագրվել է Amnesty-ի զեկույցի մեջ։ Նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ իրավապահների ոչ համաչափ ուժի կիրառումը ուղղակի աչք է ծակել։ Սակայն նույնիսկ ամենաաղաղակող դեպքերն են մնացել անարձագանք համապատասխան մարմինների կողմից։ Աշոտ Սիմոնյանի, թե չեմ սխալվում, ծեծի ենթարկելն էր 30-ից ավել ոստիկանների շրջապատված վիճակում, որ ամբողջությամբ տեսաձայնագրվել էր, դեմքերը բոլորի հայտնի էին, որովհետև ոստիկանի քրեական մեղադրանք չէր ներկայացվել։ Իսկ ինչ է գլոբալ առումով այս ամենը։ Սա ըստ իրավապաշտպանների մեսիջ է իրավապահներին այն մասին, որ բռնությունները կարող են շարունակվել, որևէ մեկը դրանց համար պատասխանատվություն չի կրելու։ Երբ որ տեսնում ենք, որ գործադիր ղեկավարը 2 անգամ առնվազն դեպք տեսել ենք, բռնություններ ակնհայտ տեսագրված բռնություններ կիրառած ոստիկանների գործողությունները հրապարակային արդարացնում է, սա արդեն ոչ թե ուղղակի ցուցում է, սա ուղղակի գործելավոճի ամրագրում։ Ըստ մասնագետների, իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը կարող է սրվել ընտրական process-ների այս շրջանում, երբ չի բացառվում, որ տեղի ունենան մասսայական ցույցեր։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Գնաճը շարունակում է արագանալ։ Լույս հիմնադրամը վերլուծել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Ըստ այդմ մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%, փետրվարի 4.3%-ի դիմաց եւ շարունակել է արագացման միտումը։ Բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի աճը պահպանվում է։ Մյուս կողմից առաջարկի մասով են խնդիրներ առաջացել, քանի որ Իրանի դեմ պատերազմի ֆոնին մեծ խնդիրներ են առաջացել ներդրումների եւ լոգիստիկ շղթաների ապահովման հարցում։ Սրա հետևանքով արտադրողները ստիպված են եղել որոշ դեպքերում վերանայել ապրանքների գները։ Սա անդրադարձել է այդ թվում շինարարության ոլորտի վրա։ Շինարարական ինդուստրիան աճ արձանագրել 11-12%, եթե չեմ սխալվում, այդ բնակավարում օգտագործող իրանական ցեմենտի խնդիրն է։ Բնականաբար, այս ընթացքում, քանի որ Իրանում շինարարական աշխատանքներ պիտի սկսեն, գները պետք է նրանք բարձրացնեն, անկասկած դեր ծավալները, որ գալիս են դեպի Հայաստան, այդ եկող ցեմենտը լինելու է ավելի թանկ։ Ազգային ժողովի իշխանական պատգամավորներն առաջարկում են օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոների կայքերում եւ հավելվածներում գործի ինքնարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո 5 տարով արգելվի անձի մուտքը օնլայն կազինոներ։ Այս գործիքն ըստ նախագծի հեղինակի հնարավորություն կտա խաղամոլության կախվածության մեջ գտնվողներին ինքնակամ արագ դուրս գալ խաղային միջավայրից։ Առաջարկվում է նաեւ արգելել նպաստառուների, կենսաթոշակառուների մասնակցությունը խաղին։ Օնլայն կազինոներում ըստ նախագծի հեղինակների խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիների ընթացքում աճել են ավելի քան 35 անգամ։ Ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները 2025-ին հասել է 7.4 տրիլիոն դրամի։ Ունեցեք ցույց տալիս է ցուցանիշը, ոնց որ դա մեր իշխանության ժամանակ է, հա, այդ կան աճել։ Ձեր իշխանության ժամանակ է աճել։ Ոնց պետք է տվյալների բազան հասանելի լինի, որ նպաստառուի անունը չներառվի։ Դրա համար ունենք կենտրոնական բանկ, ստանում է նպաստ կենսաթոշակ։ Իր քարտով ինքը իդենտիֆիկացված է, տեխնիկայի հարց է, ժամերի հարց է, որ այդ սահմանափակումը տարածվի։ Ես պատրաստ եմ բարձրաձայնեմ բոլոր այն առատավոր երևույթների ու կազմակերպությունները, որոնք նաև հովանավորվում են։ Այդ առումով որևէ մեկը կառավարության վրա ազդեցություն չունի, որ ասեցիք ինչ ազդեցություն ունի այդ ընկերությունը, ու որևէ մեկը չել հովանավորում։ Առողջապահության նախարարն է այսօր հայտարարել, որ համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմամբ բուժաշխատողների աշխատավարձերն աճել են, նույնիսկ կան դեպքեր, որ ըստ Ավանեսյանի եռապատկվել են, սակայն մասնագիտական համայնքում չեն կիսում նախարարի գնահատականը։ Նշում են, նեղ մասնագիտությունների դեպքում նույնիսկ հակառակն է, նաև զբաղվածության նվազում է արձանագրվել, իսկ համակարգն էլ շարունակում է բախվել տեխնիկական ու կառուցվածքային մարտահրավերների։ Ժամի անդրադարձը։
2027 թվականին ապահովագրավճարների վերանայման նախաձեռնություն այս պահին չկա, հայտարարում է առողջապահության նախարարը, անդրադառնալով համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ընթացքին եւ ոլորտում առկա խնդիրներին։ Նախարարի խոսքով համակարգի ներդրման սկզբնական փուլում առաջացած տեխնիկական եւ ադապտացիոն խնդիրները հիմնականում հաղթահարվել են արդեն փետրվար ամսին։ Արդյունքում ըստ պաշտոնական տվյալների բուժաշխատողների աշխատավարձները աճել են։ Ունենք ուղղություններ, որտեղ այս աճը շատ ավելի մեծ է, ունենք ուղղություններ, որ այս աճը ուրեմն կազմում է 10-20%, ունենք տեղեր, երբ որ եռապատկվել է աշխատավարձը բժիշկների։ Սակայն ոչ բոլոր մասնագետներն են կիսում այս գնահատականը, ասում են նեղ մասնագետների դեպքում հակառակը արձանագրվել է զբաղվածության նվազում։ Կցագրված մարդիկ եկել են, խորհրդատվություն են անցել, այդ մարդիկ մուտք են արել արմետ, դրանց աշխատավարձերը, այդտեղից գոյացած աշխատավարձի մասը տեղեր կա, որ դեռևս չեն ստացել։ Նախարարությունը սակայն վստահեցնում է, խնդրահարույց ուղղություններով արդեն մշակվում են անհատական լուծումներ, ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Մարզային առողջապահական համակարգի ուժեղացումը նախարարությունում առաջնահերթություն են համարում։ Սիսիանի բժշկական կենտրոնը, օրինակ, այժմ գտնվում է վերակառուցման եւ վերազինման փուլում եւ ըստ նախարարի ունենալու է ռազմավարական նշանակություն։ 19 ամբուլատորիաների մասով շինարարությունը ընթանում է, հաջորդ 11-ի մասով արդեն տեղակապման եւ հողահատկացման աշխատանքներ են ընթանում, բայց մենք ունենք նաեւ հաջորդ 29-ի արդեն վայրերը որոշված, թե որտեղ պետք է լինեն դրանք։ Նախարարության տվյալներով մարզերում աճել է նաև բուժառուների հոսքը, ինչը դիտարկվում է որպես ծառայությունների հասանելիության եւ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման ցուցանիշ։ Մարդիկ չեն ուզում տեղափոխվել մարզ աշխատել, ընդհակառակը մարզային բժիշկները հիմնականում ձգտում են տեղափոխվել Երևանում աշխատել, որովհետեւ մեր մոտ Հայաստանում ուրբանիզացիան շատ բարձր ցուցանիշների վրա է, այսինքն մարդիկ էլ ոչ միայն բժիշկները, մարդիկ ուզում են տեղափոխվել Երևան եւ հետեւաբար Երևանում պահանջարկը ավելի մեծ է լինելու բուժաշխատողների ու մարզերում կադրային հագեցվածության խնդիրը նոր բուժկենտրոններ կառուցելով չի լուծվելու։ Թեև նախարարությունը նշում է մասնագետների ներգրավման դրական միտումը, այնուամենայնիվ ընդունում է կադրային պահանջարկը ամբողջությամբ դեռ չի բավարարում։ Խնդրի լուծման նպատակով շարունակվելու են նպատակային օրդինատուրայի ծրագրերը։ Այսպիսով համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը շարունակում է բախվել թե տեխնիկական, թե կառուցվածքային մարտահրավերների։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ կարճատև դադար, մնացեք մեզ հետ։ Երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիք են հայտնաբերել։ Տեսչականից հորդորում են, եթե ձեռք եք բերել, անմիջապես կապ հաստատեք մարմնի հետ, դրանք փորձանքի բուն են։ Ընթացիկ կապույտ անձնագրերը Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ կլինեն մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Քաղաքացիները միաժամանակ կարող են դիմել եւ ստանալ նոր կենսաչափական անձնագիր։ Եվ բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները իրավունք կունենան Ռուսաստանի տարածքում գտնվել մինչև 180 օր, 1 օրացուցային տարվա ընթացքում։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին քիչ ուշ։ Դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը, շարունակենք։ Հայկական շուկայում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել։ Տեսչականի մասնագետները պարզել են, որ վաճառքում առկա որոշ խաղալիքներ թունավոր նյութեր են պարունակում։ Խոսքը դինոզավր խաղալիքի մասին է, որի բաղադրության մեջ առողջությանը սպառնացող թունավոր նյութեր են հայտնաբերվել։ Խաղալիքներում առկա քիմիական նյութերը մաշկի, շնչուղիների կամ բերանի միջոցով կարող են ներթափանցել երեխայի օրգանիզմ, իսկ երկարատև ազդեցության դեպքում նույնիսկ նյարդային համակարգի խանգարումներ կամ թունավորում առաջացնել։ Հանձնարարվել է այդ խաղալիքի հետ կանչ եւ ոչնչացում, իսկ տեսչականից հորդորում են, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել դինոզավր խաղալիքը, չօգտագործել այն եւ անմիջապես կապ հաստատել մարմնի հետ։ Իրավական դաշտը բարեփոխելու կարիք միանշանակ կա, բայց գործող իրավակարգավորում եւս հնարավոր է ունենալ ավելի լավ պատկեր, քան ունենք փաստացի։ Ինչևէ մենք գիտենք, որ սահմանում դողմատեսկություն չի անցնում, մենք գիտենք, որ սերտիֆիկացման գործընթացը հայտարարված վիճակում է, այսինքն ապրանքը կարող է լինել սերտիֆիկացված, բայց միաժամանակ ոչ երաշխավորված անվտանգությամբ։ Դրա զուգահեռ տեսչական մարմինն է։
Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22-ին հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում եւ մայիսի 23-ին 6-օրյա շաբաթվա դեպքում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից նաեւ հայտնել են, որ 2025-26 ուսումնական տարվա ավարտին եւս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի մշակութային վերջին զանգ միջոցառումների մրցույթ։ Դավիթ Թադևոսյանն է մեկտեղել օրվա մյուս կարևոր թեմաները։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալների համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականին աշխարհում ունեցել են ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերը։ Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ տեղը 6.5%, իսկ Հայաստանը 7-րդ 6.1%։ Պաշտպանության համար ամենաբարձր ծախսերը կատարած երկիրը Ուկրաինան է 40%-ով։ Ռուսաստանը 7.5%-ով զբաղեցրել է 4-րդ տեղը Ալժիրից եւ Իսրայելից հետո։ Առաջին տասնյակում են նաեւ Պարսից ծոցի եւ Մերձավոր Արևելքի պետությունները։ Բեռնափոխադրում իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարորդներն այսուհետև իրավունք ունենան ՌԴ տարածքում գտնվել մինչև 180 օր, մեկ օրացույցային տարվա ընթացքում։ Որոշումը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։ Փոփոխությունները վերաբերում են անկախ ԱՊՀ երկրների, ինչպես նաև Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդներ են։ Որոշումը ուժի մեջ կմտնի 2026-ի հունիսի 30-ից։ Ընթացիկ կապույտ անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Սոցցանցի իր էջում գրել է Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետը։ Նա տեղեկացրել է, որ քաղաքացիները ազատ են դիմելու եւ ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն է կատարվելու Անտառային փողոցում։ Երևանի քաղաքապետարանից մանրամասնում է, որ Անտառային եւ Լեռ կամ Սարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11-ի սահմաններում Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհին Փամբակ գյուղի վարչական տարածքում 70-ամյա վարորդը իր վարած Iveco Magnish-ի հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, որի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է։ Օտոլերագրող Շամշյանը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ հիմա եղանակի մասին կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլանդ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլանդ ձեր բնակարանի կայուն եղանակը։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 10 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 13-ից 16 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 20-ից 24։ Լոռիում 13-ից 18, Տավուշում 18-ից 21 աստիճան, Հարիրատում, Արմավիրում կդիտվի 20-ից 24, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 22, Սյունիքի նախալեռներում 13-ից 16 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 6-ից 9, ցերեկը 20-ից 23, երեկոյան 15-ից 17 աստիճան։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել մի շարք հեռուստաընկերությունների, այն կարող եք դիտել ժամի այս թողարկումից հետո։ Այսքանը ժամի գլխավոր թողարկումն էր, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։